Սոցիալական փաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200,001 դրամ է եւ ավելի, առաջին փուլով 2026 թվականի հունվարի 1-ից ներառվել են ապահովագրական համակարգում։ Նրանց ապահովագրավճարները փոխհատուցվում է զինապահ հիմնադրամին հատկացվող 5500 դրամից ապահովագրության հիմնադրամին ուղղված 4500 դրամով։ Միաժամանակ նրանք կարող են իրենց սոցփաթեթի գումարը 72000 դրամը եւս ուղղել ապահովագրավճարին, ամսական 6000 դրամ, մեկ անգամյա դիմում գրելով գործատուին։ Եթե դու ուզում ես այդ գումարը ստանալ կամ օգտագործել, պարտադիր չի, որ դու անցնես այդ քո կանխարգելիչ բուժօգնությունը, այսինքն դա եւս ոնց որ համակարգի ճկունությունն է, որ դա սոցփաթեթի շահառուն է որոշում արդյոք նա ուզում է անցնել, թե չանցնել, այսինքն չենք պարտադրում դու անցի պարտադիր կանխարգելիչ այդ բուժզնումը, որպեսզի ստանաս գումար։ Եթե ցանկանում ես կարող ես անցնել, եթե չէ, առանց դրա արկայությանն էլ բանկերը տեղեկացված են, որ գումարը տրամադրեն արդեն շահառուներին։ Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200,000 դրամից պակաս է, կշարունակեն սպասարկվել սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակում առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջոցով առողջության առաջնային պահպանման օղակի բժշկի ուղեգրմամբ։ Նոր կարգավորումները նաև հնարավորություն են տալիս սոցփաթեթի շահառուներին սեփական միջոցներով վճարել իրենց փոխկապակցված անձանց, ծնողների, ամուսնու կամ զավակի ապահովագրավճարը։ Կանխիկացման համար այո, այլևս պետք չի բուժման տեղեկանք, բայց կանխիկացման կանոնները մնացել են նույնը։ Այսինքն կանխիկացնել կարող են նրանք, ովքեր կൂട്ടակայինի մասնակից են կամ եւս երկու պայման կա, որի պարագայում նոր հնարավոր է գումարը կանխիկացնել։ Բայց այդ դեպքերի համար այո, իրենք կարող են մոտենալ եւ կանխիկացնել։ Իդեպ կանխիկացման չափի հարցնել է շատ հաճախ մեզ տրվում, որքան կարող են կանխիկացնել, պայմանական տարիներ շարունակ չեն օգտագործել իրենց հաշվին գումարները փոխանցված եւ հիմա մտածում են միանգամից կանխիկացնել։ Այս դեպքում կա կանոն, որ իրենք կարող են կանխիկացնել այն գումարի չափով, որքան որ իրենք 2025 թվականի ընթացքում փոխանցումներ են կատարել կൂട്ടակային կենսաթոշակային հիմնադրամին։ Յուրաքանչյուր տարվա ապարտից հետո շահառուն իր սոցփաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ արկամիջոցները կարող է կանխիկացնել, նաև հաշվի առնելով նախորդ տարվա համար ապահովագրության հիմնադրամին փոխանցված ապահովագրավճարների ընդհանուր չափը։ Ըստ զբաղվածության վարչության պետի հրապարակած տվյալների, սոցփաթեթի շահառուների փաստացի թիվը շուրջ 130,000 է։ Հիմնական շահառուներն են պետական հաստատությունների, գերատեսչությունների ներկայացուցիչները։ Սոցփաթեթի շահառուները իրենց ապահովագրավճարները կարող են ծախսել 8 հիմնական ուղղությամբ՝ հանգստի ապահովման, ուսման վճարի փոխհատուցման, հիպոթեկային վարկի մարման, ստոմատոլոգիական ծառայությունների, սպորտային կազմակերպությունների, պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի մարման համար։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։